Ողջույն բոլորին, ուզում եմ ձեզ ցույց տալ իմ գրքի էվոլյուցիան։ Հիմա ուրեմն դուք տեսնում եք իմ էլեկտրոնային տարբերակով գիրքը, որը ամենաառաջից է եղել։ Իրականում այն չէր ստեղծվել էլեկտրոնային լինելու համար, այն ստեղծվել էր, որպեսզի ես այն տպեի, գրել էի ես այս գիրքը Սանկտ Պետերբուրգում եւ ուզում էի հենց այնտեղ էլ տպել, բայց մի օր 2024 թվականի ամռանը օգոստոս ամսին ես որոշեցի կտրուկ փակել իմ ատելյեն այնտեղի եւ վերադառնալ Հայաստան, որպեսզի գիրքը տպեի Հայաստանում։ Հիմա կմտածեք, որ այնտեղ երևի շատ թանկ էր, դրա համար ես եկա Հայաստան, որ ավելի մատչելի տպեմ։ Ոչ սիրելիներս, այնտեղ 300 էկզեմպլյարը արժեր, իսկ 300 տպաքանակը կարելի է տպել մոտավորապես 32,000 ռուբլի է, եթե չեմ սխալվում, ամենաթանկը գունավոր, եթե տեսնում եք գունավոր է այստեղ, որտեղ դրա մասին ուզում խոսել հիսա, կարող էր կազմել ամենաթանկ տարբերակը 50,000 ռուբլի։ Հայաստան վերադառնալուց հետո ես իմացա, որ 100 տպաքանակը տեղ ու սպիտակ կազմարժի 400,000, իսկ մոտավորապես թվեր եմ ասում, իրականում էջերի հետ է կապված, այստեղ 205 էջ է, ամբողջությամբ չէին հաշվել, մոտավոր գին էին ասել, եւ կոշտ կազմով 500,000-ի սահմաններում, իսկ գունավորը կարժենար 900,000 եւ 1 միլիոն դրամ, սիրելիներս։ Բնականաբար այդ թիվը ինձ մի քիչ գցեց դեպրեսիայի մեջ, ես հիասթափվեցի, նույնիսկ ուզում էի հետ վերադառնալ 2025 թվականի գարնան վերջ, ապրիլից սկսեց իմ հիասթափությունը, երբ որ ես իմացա մայիսը ապրեցի այդ դեպրեսիայով, կարող եմ ասել նույնիսկ դեպրեսիա, որտեղ ոչինչ անել չէի ուզում, նույնիսկ իմ դասընթացները փակվեցին, հիմա ասեմ ինչ դասընթաց էր գնում, կարի տեխնոլոգիա դասընթաց կհիշեն իմ ուսանողները, ես ընդհանրապես մոտիվացիայից կորեցի, ինչպես ասում են, կորցրեցի այդ մոտիվացիան եւ ցանկանում էի փակել ամեն ինչ, հեռանալ այնտեղ, որտեղից եկել էի։ Բայց հավաքեցի ինձ, սիրելիներս, հավաքեցի եւ սա A5 ֆորմատով է, այստեղ արդեն A4 ձևաչափով, հայերեն ասեմ, նույնը կազմեցի, մի փոքր վերանայեցի նախադասությունները, ձևակերպեցի, խմբագրեցի եւ ամբողջ նկարները դարձրեցի հատիկ ձեռքով, սիրելիներս, ամեծ աշխատանք էր իմ համար։ Սև ու սպիտակ, որպեսզի տպեմ սև ու սպիտակ եւ հասանելի դարձնեմ, նկարները որոշակի փոխվեցին, ավելի հարմար դարձեցին եւ ես ինքս գնեցի տպիչ եւ տպեցի առաջի իմ տպաքանակը, ահա այսպեսի ես այն վաճառել եմ անցյալ տարի 50 տպաքանակով։ Ահա այսպեսի գիրք է, շատերը ձեռք են բերել, նույնիսկ այստեղ ամրացնում էի, ահա այսպեսի մոտիվացիոն բառեր, որովհետեւ ինքս դրա կարիքը ունեի այդ ժամանակ։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այդ ժամանակ ձեռք են բերել իմ գիրքը, որովհետև դուք ինձ այդ պահին շատ աջակցել եք եւ ոգեշնչել եք։ Շարունակեմ, ուրեմն, առաջին իմ գիրքը, ինչպես տեսնում եք, կան QR կոդեր։ Ես մտածում եմ, որ ես անում եմ շատ լավ բան եւ բոլոր իմ դասերը կարող են նայել, որտեղ այստեղ 3 դասընթաց է, որը ես անցկացրել եմ 2020 թվականից մինչեւ 25 թվականը տարբեր խմբերի հետ, ունեցել եմ լավ արդյունքներ, եղել են նաև վատ արդյունքներ, այսինքն անհաջող դեպքեր, բայց մեծամասամբ եղել են լավ արդյունքներ։ Ամեն ինչը կապված է եղել նաև իմ մոտիվացիայից, սիրելիներս, որովհետև որքան շատ եմ մեծ խմբեր վերցրել, այնքան շատ աշխատանքներ են եղել ակտիվ ուսանողներով, հանդերձ եւ դա ինձ ոգևորել է, որքան քիչ է եղել խմբերը, այնքան ուսանողները եղել են пассив եւ դա ինձ ընդհակառակը ուսախաբերել։ Եվ ինչպես բոլորս, երբ որ աշխատում ենք, նույնիսկ եթե սևագրությունից արտադրում եք մաքուրի մեջ, ինչպես ասում են, այդ ժամանակ շատ բան դուք փոխում եք։ Նույնն էլ ես այստեղ։ Կազմելու ժամանակ ես այստեղ ավելացրեցի եւս մի կորսետ, դա գրացիան է, եւ եւս մի տարբերակ, օրինակ սրանից էլ ավելացան, շատ բաներ ավելացան։ Եթե օրինակ այնտեղ մի հատ կիսաշրջած կեստ էր, այստեղ 2 կիսաշրջած կեստ է, եթե այնտեղ մի տաբատ էր, այստեղ 2 տաբատ է եւ այդպես ամեն ինչից 2-3 հատ նույնիսկ, որտեղ այստեղ թեփքի կան տարբերակներ։ Ինչևէ, սիրելիներս, այս գիրքը կազմեց 219 էջ, բայց սա A4 ֆորմատ է, սա A5 ֆորմատ է, այսինքն այստեղ իրականում եթե A4 դառնար, ինքը կդառնար ավելի քիչ էջերով, այսինքն մոտավորապես կեսը 100 էջ։ Այսինքն էջերը կրկնապատկվեցին, աշխատանքը շատացավ։ Հաջորդ էվոլյուցիան, ինչպես ասում են, երբ որ ես սա տպում վաճառում էի,
այդ տպագրական գործընթացները, որը ոչ ստեղծագործական աշխատանք է եւ նույնիսկ երբ որ դու դրա դիմաց ստանում ես գումար, այսինքն դու վաստակում ես գումար, դա չի ոգեշնչում ստեղծագործող մարդու համար, դա մոնոտոն աշխատանք է եւ բնականաբար ես ուղղակի չկարողացա երկար տպեմ եւ դա ինքս կատարեմ եւ այս տարի ես սկսել խմբագրությունից նորից այս գիրքը խմբագրվեց, արդեն ստացվում է երրորդ վերամշակումն է եւ ստեղծվեց այս տարբերակը։ Ահա սա։ Իդեպ սա եւս մեկ անգամ խմբագրված է, որովհետեւ նայեք այս գիրքը, որ հիմա գնում են, այստեղ ես էլ չէի որոշել, որ այստեղ լինելու է երկրորդ մաս, բայց գիրքը գնելուց հետո ես որոշեցի, որ այստեղ պետք է լինի մոդելավորում եւ լինի շարունակություն, երկրորդ մաս, դրա համար նշվել է արդեն առաջին մաս եւ քանի որ սա արդեն երրորդ վերամշակումն է խմբագրությունները, ես այս գրքին ստացա նոր հեղինակային իրավունքներ, ահա այստեղ։ Բնականաբար ամբողջ տեքստը այստեղից այստեղ տեղափոխվելուց, այն գրքից այս գիրքը, այդպես ասեմ, նորից վերամշակվեց, հանվեց այս գրքից, այս առաջի գրքից, հիմա ես սկիզբը ցույց տամ առաջի գրքի, հանվեց այս կորսետը, որովհետև այն առանձին գիրք է լինելու, սիրելիներս, առանձին։ Իսկ հագուստի նախագծումը առանձնացվեց, այսինքն այս գիրքը, որը ձեռք են բերել անցյալ տարի, այստեղ եւ կորսետը եւ մնացած նախագծումներն են, իսկ այս գիրքը կորսետն է, բայց ոչ խորացված, այլ ընդհանուր բազան կա այստեղ, 3 հատ կորսետ կա, բազա է, բայց ոչ խորացված, իսկ առանձին կորսետի գիրքը լինելու է խորացված, իսկ այստեղ խորացված ավելի շատ նախագծումն է, պատկերացրեցիք։ Ստացվում է, այս գիրքը խմբագրելուց ես ստացա այս գիրքը, որտեղ արդեն ոչ թե 219 էջ է, որը իդեպ այստեղ 219, այս էջերն էլ հետը հաշվով, տեսնեք, սա ուղղակի նկար է։ Եթե սրանք հանենք, ապա կստացվի 200 էջ, օրինակի համար։ Այստեղ արդեն այդպիսի էջեր չկան, այստեղ զուտ մասնագիտական է, այն ինչ որ պետք է հանել եմ ամեն ավելորդ բան, որտեղ ամեն էջը դա գումար է, որը ես կցանկանայի խնայել, եւ այստեղ ստացվում է 334 էջ։ Ես ավելին կարող եի անել, սիրելիներս, հավատացեք, ես ավելի շատ ինֆորմացիա կարող եմ գրել այս գրքի մեջ եւ երկրորդն էլ գրել եւ երրորդն էլ գրել, որովհետեւ այս բնագավառը այդքան շատ ինֆորմատիվ, այդքան շատ հագեցած բնագավառ է, բայց որքան շատ են էջերը, այնքան թանկ է տպագրվում գիրքը եւ այնքան թանկ եք դուք ձեռք բերելու ինձանից, որը որ գիրքը կդարձնել пассив վաճառքի։ Ես չէի ցանկանում որ այդպես լինի, դրա համար գիրքը կբաժանվի մաս 1 մաս, 2 մաս, 3 մաս, 4, որովհետեւ ես կարողանամ քիչ-քիչ զարգացնել իրադարձությունները, բնականաբար ինքս աճելով այդ ընթացքում։ Հիմա ասեմ, ինչ է նշանակում աճել։ Իմ Հայաստան վերադառնալու կարևորագույն պատճառներից մեկը դա լինել լեզվական միջավայրում, քանի որ 20 տարից, 2005-ից ես դուրսն եմ, եղել է որ ես եկել եմ Հայաստան 2 տարի ու կեսով իմ առաջի վերադարձը, բայց հետո էլի նորից վերադարձել եմ հետ, հանդիպելով էլի նորից ինչ-որ բաներ այստեղ, ավելի շատ ոչ թե ֆինանսական, այլ հոգեբանական իրավիճակների եւ ես նորից ընտրել եմ Սանկտ Պետերբուրգը եւ հետ եմ վերադարձել։ Այս անգամ ես էլ չեմ վերադառնալու, սիրելիներս, ես ուզում եմ այստեղ ապրել եւ արարել, դրա համար ես աշխատում եմ իմ այս գրքերի վրա եւ ստեղծագործելու եմ, զարգացնեմ այն, հասցնեմ այն կետին, որը ես ուզում եմ, որ իրենք հասնեն։ Դուք ինձ ոգեշնչում եք բնականաբար գիրքը, այս գիրքը, որ ես հիմա տպել եմ, այն վերջանում է, որտեվ կոնկրետ կարող է նույնիսկ այս ամենը որ դուք նայում եք, արդեն չլինի սա վաճառքի, բայց ես այն կտպեմ ինտերվալներով, օրինակ մի քանի ամիս հետո էլի նորից տպագրություն կլինի, էլի նորից դադար, էլի նորից մի քանի ամիս հետո նոր տպագրություն։ Ուրեմն այս գրքից ծնվեց այս գիրքը եւ շուտով կծնվի նաեւ կորսետի մաս առաջինը իրենից ներկայացնելու է կորսետի նախագծումները, այստեղ հիմա պատմական իրավիճակներ են, այստեղ պատմությունն եմ ուսումնասիրում եւ հիմա ամբողջությամբ դրանով եմ տարված պատմական կորսետի ուսումնասիրությամբ, ցանկանում եմ մի հատ նախագծում այստեղ դնել, այստեղ նոր շարունակել, տեսնում եք, ես նույնիսկ արդեն էջը օգտագործում եմ երկու կողմով, որտեղ ուզում եմ շատ ինֆորմացիա դնել մեկ էջի վրա։ Եվ ինչ եմ ուզում ասել, հաջորդը արդեն կլինի երկրորդ մասը ավելի զարգացած տարբերակ, այսինքն ավելի շարունակող սրա տարբերակը, հնարավոր է լինել մաստեր կլասներ, ես դրա համար գնել եմ, հիմա ցույց տամ ինչ։
այսպիսի մանիք են, որպեսզի կարողանամ այս փոքր մասշտաբի վրա բոլոր մոդելները պատրաստել, նկարել եւ տեղադրել իմ գրքի մեջ։ Ինչպես նաեւ կիսվել ձեր հետ, բնականաբար։ Կիսվելու պահը ասացի, մի կարևոր միտք ասեմ, եթե ուշադրություն դարձնեք իմ այս գրքի մեջ չկան QR կոդեր։ Այո, ես այն հանեցի, սիրելիներ, ես այն հանել եմ այստեղից, որովհետեւ նայեք, այստեղ կա QR կոդ։ Մյուս գրքի մեջ այլևս չկան։ Ես ուզում եմ, որ իմ ընթերցողը անցնի այս բարդ դժվար ճանապարհը, եթե իր համար բարդ է, ապա ես կամ քանի, ինչպես ասում են, մի դարաշրջանում ենք ապրում, ես очень, ոնց են ասում, надеюсь, մեծ հույս ունեմ սիրելիներ, որ իմ գիրքը կապրի ինձանից հետո, ամեն դեպքում, քանի ես կամ եւ կարող եմ մարդուն օգտակար լինել այն խորհրդով, ինչը չի ստացվում, բայց ինձ հարկավոր է, որպեսզի մարդը ոչ թե գիրքը բացի մեջտեղից, այսինքն, եւ այդ հարցը տա, այլ անցնի այս առաջերից, այսինքն գլուխ 1 կարդա, այսա, անցնի մյուսը, հարց առաջացավ գրի, ես էլ պատասխանեմ, մտածենք, խորենք իրար հետ, ասի, բայց ինչի համար է, օրինակ, ինձ սա պետք չի, ես ասեմ, դե որպես մասնագետ, դուք պետք է իմանաք բոլոր այս կետերի անունները, որպեսզի չասեք բանից բան, այլ ասեք, օրինակ, գագաթնային կետ, այլ չասեք գլխի վերևի, չգիտեմ, բարձր կետ, կամ ասեք վզի հիմքի կետ, 7-րդ ողջ, եւ բոլոր այս կետերը ունեն անվանումներ, իմանաք անունները, ինչու չիմանանք, եթե այդ անունները որպես մասնագետ դուք պետք է իմանաք։ Եվ այդ հարցերը ես սիրով ձեզ համբերատար պատասխանեմ։ Եվ ասեք, իսկ ինչի է մեզ սա պետք, ես ձեզ ասեմ, գիտեք սիրելիներս, գոյություն ունի համակարգչային նախագծում, որը հնարավոր է դուք երբևէ առնչվեք։ Ահա սա ամենամաչելի տարբերակը, ասենք օրինակ։ Վալենտինա, եկեք, մերկի, մտնենք մի հատ այս։ Իսկ ինչի է մեզ պետք այդ ինֆորմացիան, հիմա կասեն շատերը, ես ձեզ ասեմ, մուլտիռազմերնի մերկի, լսած կաք, եթե չկաք, ուրեմն պետք է իմանաք, որ այստեղ նշված է հասակի տարբերություն, իսկ ինչպես նշենք հասակի տարբերությունը, եթե մենք չգիտենք, որ հասակները սկսվում են այսինչից այնինչը եւ այն բաժանվում է մի քանի խմբի եւ առաջին խումբը դա 146 մինչեւ 164 իսկ հաջորդը 152-ից մինչև 170 եւ այդպես հասակները ունեն տարբերություններ իրար միջև, որոնք ունեն նաեւ շրջագծային տարբերություններ։ Իսկ ինչու չիմանանք, որ իրենց միջև եղած տարբերությունը 6 է, իսկ բազային գծագրերը սովորելու համար ինչը որ իմ գրքում կա, սիրելիներս կա, դրա մասին ես խոսում եմ, այս սրանք տարբերությունները, որ մենք պետք է այս տեքստը կարդալուց իմանում ենք արդեն որ բազան նախագծվում է 164-96-104, բայց դուք կարող եք ընտրել նաև այլ գիրության խումբ, օրինակ 5 կամ նոր, որը նույնպես ինֆորմացիան տրված է։ Որպես մասնագետ, կարծում եմ, որ դուք պետք է իմանաք, որպես մասնագետ մի ալարեք եւ կատարելագործեք, ես սա գրում եմ ապագայի համար։ Ոչ թե անցյալում ապրող մարդկանց համար, որոնք ուզում են արագ եւ հեշտ եւ չիմանան այս ամեն ինչը, բայց լինեն մասնագետ, չաշխատում այդպիսի բանը ապագայի համար։ Ապագայում պետք է լինեք ավելի կատարելագործված սիրելիներս, կատարելագործված։ Եթե ամեն ինչ հարկավոր չլիներ, օրինակ, իսկ ինչի է պետք սա իմանալ։ Մարդ կա հարցնում է գիրքը վերցնելուց։ Եթե պետք չլիներ, ես հաստատ չէի դնի, բայց եթե սա չիմանաք, սիրելիներս, ձեր մոտ կասեք, սա լավ մեթոդ չի։ Ինչու՞, որովհետև այստեղ գիծը չի նստում, բայց չէ, որ մարդը ունի կեցված կանգնելու ձև առաջ հետ, եւ սա ընդհանրապես մի տարբերակ է, որովհետև այստեղ ընդհանրապես ինֆորմացիա է տալիս ձեզ, բայց մարդու այս հատվածը կարող է այսպեսին չլինի, կարող է այսպեսին լինի, կարող է այսպեսին լինի, եւ սա նույնպես Այսինքն նրանք խառը կազմվածք են, չէ՞, եւ սա է, եւ սա է, եւ սա է իջան, եւ սա է փոքր, կամ այստեղ է մեծ, կամ այստեղ է մեծ, իսկ այսպես լիքը տարբեր բաներ կա կողքերը, բայց միտքը, որ պետք է դրա մասին մտածեք, այս գիրքն արդեն ասում է, գոյություն ունեն նման բաներ, որոնք կորեկտիրովկայի անհրաժեշտություն են առաջացնում ցանկացած տեսակի գծագրի վրա, սիրելիներ, գծագիր ուղիղ գիծ է, ուղիղ գիծ, բայց որպեսզի դա ստանանք այստեղ կատարվում են կորեկտիրովկաներ։ Նույնը վերաբերվում է կոֆսետի այս կրծքագեղձի շուրջ կատարվող բոլոր տեսակի փոփոխությունների մասին։ Արագ եւ հեշտ տարբերակով այդ փոփոխությունները բնականաբար կատարվում են հաճախորդի վրա, որը նույնպես վատ չի։ Մարդ կարծում է դա դարերով եկած է եւ դա շատ լավ մեթոդ է, շատ լավ է որ դա կա, իհարկե միլաժային մեթոդը դա դարերից եկած է, բայց 15-րդ դարի սկզբից արդեն հարաբերություն եղավ սրանք ստեղծելու
եւ եթե կար նման անհրաժեշտություն ստեղծելու մի 100 տարից ավել առաջ, մի դար առաջ կարող ենք ասել դրա կարիքը կլինի նաեւ ապագայում սիրելիներս եւ հիմա կա, որ դուք սովորեք եւ իմանաք սա բացի դրանից։ Դա արդեն դուք աշխատանքի փորձի ընթացքում կիմանաք։ Դե ես անվերջ կարող եմ այդ մասին խոսել եւ ոգեորված եւ դժգոհելով եւ ընդհակառակը գովելով ամեն ինչը, հատկապես մեր նոր սերնդի վերաբերմունքը գիտելիքների հանդեպ ես շատ ուրախ եմ, որ հիմա ամեն ինչը մի փոքր այլ կերպ են ընկալում մեր նոր սերունդը, հետաքրքրություններ ունեն եւ ես դրանից ոգեորված եմ եւ աշխատում եմ։ Շարունակեմ այս գիրքս Նենց ափսոս է սիրելիներս, որ ես սպասում եմ, երբ պետք է հարստանամ, որ կարողանամ այդ գիրքը մի օր տպել տամ, որտեղ նայեք, բոլոր հիմա ես մեծացնեմ այստեղ, այսենց մեծացնեմ, ու դուք հիմա կտեսնեք, թե ինչքան գունավոր բան կա այստեղ։ Եվ սա հաստատ պետք է լինի գունավոր, այսինքն այստեղ հաստատ 1 միլիոն է պետք 100 տպաքանակի համար, հաստատ 1 միլիոն։ Եվ ես Եթե 1 միլիոնով տպեմ 100 տպաքանակը, դուք պատկերացնում եք ինչքան կարժենա մեկ գիրքը ձեր համար, այսինքն այն կդառնա թանգարանային գիրք, որը կկորցնի իր արժեքը, այդքան արագ սպառելու, իսկ ինձ իմ համար դա կլինի ավելի ճիշտ, ոնց որ կոճակ ծախելու նման մի բան կամ կարելու նման մի բան, երբ որ ատելյեի աշխատողները կհասկանան, երբ որ դուք գործով ուղղակի խեղդված եք եւ գայս է մի հոգի եւ ասում կոճակ կարեք, իսկ կոճակն արժի ընդամենը 50 դրամ եւ կամ 100 դրամ եւ դուք ասում եք նու պետք է ընտրեք ձեր 10 րոպեն հիմա վաճառեք ձեր 50 դրամով, թե ամեն դեպքում շարունակեք այն աշխատանքը, որը կարող է ավելի շատ եկամուտ բերել օրինակի համար։ Ես չեմ վերցնում նման պատվերներ, որտեղ իմ 10 րոպեն արդեն արժեր 500 ռուբլի եւ 50 ռուբլու համար ասում եմ, извините, давайте я здесь QR-կոդ տամ իմ մաստեր-կլասը նայեք, տունը սիրուն կարեք։ Դե սիրելիներս, եւ այդ գիրքը այսպես կմնա դեռևս այս փուլում տեսնեք ինչքան գունավոր նյութեր կան, ինչքան գունավոր եւ այստեղ կար այսպիսի կտորի վրա արած աշխատանք, սիրելիներս, կտորի վրա, որը սև սպիտակով ոչինչ չի երևա, որտեղ նայեք, այստեղ ես ունեմ, սա կարի տեխնոլոգիան է եւ ես ունեմ այսպիսի կտորային աշխատանքներ, նայեք ինչքան աշխատանք եմ կատարել, դուք չեք պատկերացնում, թե սա ինչքան դժվար էր իմ համար ամեն մեկը առանձին նկարել ձեռքով, քանի որ ես կոմպյուտերով չեմ սիրում աշխատել եւ միայն հիմա եմ Վալենտինայով աշխատում, որովհետեւ անհրաժեշտություն է առաջացել գրքի համար Նմաներ անել այստեղ, որ տամ մկուզակ ես գալիս եմ, բայց դեռ ոչ այս տարի, ինչպես ասում են, ոսկով գիրքը այստեղից վերջանում է, 86 էջը և վերջանում է մեքենակարի կարատեսակների ամենավերջի տեսակով, կցակարով, ստիկ կարատեսակն է, և այստեղից հետո արդեն պետք է լիներ փոքր դետալների կառուցումը, տեխնոլոգիան, ինչպես ասում են, և այդպես շարունակ Ես դադարեցի դա անել, դադարեցի, ինչպես տեսնում եք, вот հնարավոր է մի օր կգամ սրան, կամ կտամ մկուզակը որպես անվճար ձեզ PDF ֆորմատով, բայց կրթության գիտության նախարարության կողմից կոնե ստանամ ինչ-որ մի բան առաջին տպաքանակը տպելու համար։ Այսքանը սիրելիներս, շնորհակալություն ուշադրության համար, ձեր համբերության համար, որտեղ դա ամենակարևորը ձեր ժամանակը հուսով եմ չսպառեցի եւ ձեզ ներկայացի իմ աշխատանքները, իմ ընթացիկ եւ հիմիկվա ամենակարևորը։ Սրա վրա եմ աշխատում այս գրքի այստեղ դատարկ է դեռ հեղինակային իրավունքները կսանավերջում, դեպ գաղտնիք բացեմ, այստեղ ուզում եմ, որ լինի վիկրոյկաներ, այսինքն պատրաստի արդեն լեկալներ կամ ձևաթղթեր, որտեղ դուք կարող եք դնել կալկան եւ տպել հանել իրական ռազմերով։ Կողնե չաշկաները միայն այդ բաժակ ներդիրները կրծկալի, որ ձեր հետաքրքրությունը նախ գրքի հանդեպ լինի, մնա եւ դեռ բերեք այն։ Դեռ բերեք իմ գրքերը, որ ես կարողանամ տպել այսա։ Շնորհակալություն, հաջողություն։